Բարի լույսի հեռուստադիտողներ, ողջույն, հերթական առավոտը բացվել է, մենք միասին ենք, շատերը գիշերը լուսացրել են Բաղրամյան պողոտայում, այնտեղ արտակարգ մթնոլորտ է, սա հեղափոխություն է, իսկապես։ Անկախ նրանից ինչ արդյունքների կհասնեն մեր երիտասարդները, նրանք հասել են ամենակարևոր արդյունքին, ցրել են գաղջ մթնոլորտը, շատ բարձր տրամադրություն է տիրում ամենուրեք, դուրս են եկել համացանցից, սոցիալական ցանցերից եւ շփվում են մեկը մյուսի հետ բավականին բարի, այսպես լավ տրամադրությամբ, երգում են, պարում են, ուրախանում են, գրկախառնվում են, ծանոթանում են, միմյանց հյուրասիրում են ամբողջ օրվա ընթացքում, գիշերը նույնիսկ ծաղիկներ բաժանեցին բոլոր կանանց, ովքեր որ այնտեղ գտնվում են, մի խոսքով արտակարգ մթնոլորտ է, դուք էլ անպայման միացեք, մասնակցեք այս հրաշալի պահերին, որովհետև դրանք այնքան էլ շատ չեն եղել եւ ով գիտի արդյոք կլինեն առաջիկայում ու ընդհանրապես թե ոչ։ Մի խոսքով, բարի լույս բոլորին։ Ալա Լևոնյանին էինք լսում, որովհետև այսօր նրա ծննդյան տարեդարձն է, շնորհավորում ենք եւ ողջունում ենք այս պահին Ժակին, բարև Ժակ։ Բարև ձեզ Լուսինե, ես էլ միանում եմ բոլոր շնորհավորանքներին, Ալա ջան, վառ, պայծառ, ուրախ լինես եւ ընդհանրապես բարև բոլորին, ովքեր հիմա հետևում են Կենտրոն հեռուստաընկերության առավոտյան աշխատանքին։ Ես հագել եմ իմ ծաղկավոր շապիկը, սա նշանակում է, որ պաշտոնապես բացում ենք ամառը, արդեն վերջ, արդեն բավական է։ Դե կան չէ, ուշացած դպրոցներ, ուշացած գործեր, որ դեռ գարնանից մնացել են, ինձ թվում է կամաց պետք է արդեն վերցնել մեծ time out, հանգստանալ, 1 ամսով գոնե կամ 20 օրով։ Դե ես անում եմ ձեզ համար, մենք գիտենք, որ չունենք հանգիստ, դեռ բավական երկար ժամանակ, այսինքն դու կարող եք հանգստանալ եւ հետեւել մեր ծրագրի ընթացքին։ Եվ հետեւել, թե ինչպես ենք մենք անհանգստանում ձեզ համար, ինչպես ենք մենք աշխատում։ Խոսեցինք Ալա Լևոնյանի ծննդյան տարեդարձի մասին եւ հիմա տեսնենք Զարուց Բաբայան մի քիչ, չէ, որտեղ ընկերուիներ են։ Հա, Տիպը հումոր արեցի, չմբռնեցիր գիծը, լավ կներես, ոչ չմբռնեցի։ Ուզում եմ առաջարկել իմանալ ուրիշ ում ծննդյան տարեդարձն է այսօր ու ընդհանրապես հունիսի 26-ը ինչով է առանձնացել պատմության մեջ, խնդրեմ։ 26-ն է այսօր հունիսի, թմրամիջոցների ապօրինի կիրառման եւ տարածման դեմ պայքարի միջազգային օրն է, խոշտանգումներից զոհերի աջակցության միջազգային օրն է, Մադագասկարի անկախության օրն է, Մոնրեալում մեկնարկում է ջազի փառատոնը, 1243 թվականին Կոսեդաղի ճակատամարտում մոնղոլները ջախջախեցին սելջուկ թուրքերին, 1870 թվականին կայացավ Ռիխարդ Վագների Վալկիրիա օպերայի պրեմիերան, 1925 թվականին տեղի ունեցավ Չարլի Չապլինի Ոսկու տենդ ֆիլմի պրեմիերան, 1945 թվականին ստորագրվեց Միավորված ազգերի կազմակերպության ՄԱԿ-ի կանոնադրությունը, 1954 թվականին Օբնինսկում աշխատանքը սկսեց աշխարհում առաջին ԱԷԿ-ը, 1954 թվականին այսօրը ՍՍՀՄ Գերագույն խորհրդի հրամանով հաստատվել է Սովետական միության գեներալ Սիմուս կոչումը եւ հունիսի 27-ին այն շնորհվել է Ստալինին, 2000 թվականին բացվեց Գարեգին առաջին աստվածաբանական հայագիտական կենտրոնը, 1824 թվականին այսօրը ծնվել է շոտլանդացի ֆիզիկոս, գիտնական Վիլյամ Կելվինը, 1861 թվականի հունիսի 26-ին է ծնվել հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, մեծ եղեռնի զոհ Գրիգոր Զոհրաբը, 1892 թվականին այսօրը ծնվել է ամերիկացի գրող, Նոբելյան դափնեկիր Պերլ Բակը, 1902 թվականին այսօրը հունիսի 26-ին ծնվել է հայ ճանաչված երգահան Արտեմի Այվազյանը, 1933 թվականի հունիսի 26-ին է ծնվել հայ քանդակագործ, նկարիչ Արտո Չակմակչյանը, 1948 թվականին այսօրը ծնվել է հայ նկարիչ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ռուբեն Աբովյանը, 1960 թվականի հունիսի 26-ին ծնվել է հայ գեղանկարիչ, քանդակագործ Շոթա Ոսկանյանը, 1974 թվականին այսօրը ծնվել է լիբանանցի հայտնի փոփ երգչուհի դերասանուհի Նիկոլ Սաբան, հայրը լիբանանցի է, իսկ մայրը ծագումով հայ, 1975 թվականի հունիսի 26-ին է ծնվել հայ երգչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ալա Լևոնյանը, 1987 թվականին այսօրը ծնվել է հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արթուր Եդիգարյանը, 1993 թվականին այսօրը ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգահան Արիանա Գրանդեն։
Վերադարձանք հեռուստատողներ, ինչ որ մի տեսակ շատ վառ են, ոնց որ հնդկական կինոյի գլխավոր հերոսներից լինեմ, Ջիմի, այսքանի օրը միտքուն ճակրաբորձի ծննդյան անհնազանդ են նաև մազերս այսօր եղել են, այսպես մի տեսակ յուրահատուկ է, մնում է Սանդորայի գույները ավելացնենք, որը կարելի է հենց հիմա անել։ Հիշեցնենք սիրելի հեռուստատողներ, որ մեր գործընկերը Սանդորա բնական հյութերն են, Սանդորան ունի մեծ շարք համեղ մրգային հյութերի եւ առաջարկվում է ըմպել սառը, ըմպել ամբողջ ամռան ընթացքում, ըմպել ընկերների հետ, ըմպել հաճույքով եւ լրացնել վիտամինների պակասը Սանդորա։ Հենց հիմա ես կանեմ այս առավոտը ձեր փոխարեն, բայց դուք դրանից չեք հագինա, պետք է դուք էլ իմ փոխարեն միտեղ խմեք Սանդորա հյութը։ Գիտես, հենց նոր մտածեցի, ես էլ ինձ հետ քաղցրավենիք էի պատրաստել բերել, ընդ որում յուրահատուկ ընթերցել էի միտեղ, թե ինչպես են պատրաստում Ռաֆայելոյի մեջի կրեմը ու դրանով Ռաֆայելոներ են պատրաստել։ Հիմա Սանդորան ես դնում, ընդմիջում որ լինի։ Ես սառնարանից կամ սառցարանից չգիտեմ որտեղ եմ զետեղել, բերում եմ քաղցրավենիքը։ Մեր օպերատոր Հայկը ինչպես մի սուրճ է պատրաստում քեզ համար հատուկ։ Բերում ենք խալի կամ մնում է այստեղ միայն խալի, չէ՞ դեպքում։ Եվ գնում ենք քաղաքից դուրս։ Իդեպ բարեկամներ ես Չէ, հենց այստեղ կազմակերպում ենք քեզ համար առավոտյան այդպիսի գեղեցիկ յուրահատուկ, տեսնես ասում կարմիր Սանդորան, սև սուրճը եւ սպիտակ քաղցրավենիք։ Այդ պատվին ինչի եմ արժանացել։ Ուղղակի այսօր որոշեցին քեզ հաճույք բարգեւել, մի փոքրիկ։ Տոնն է, ես պետք է գնամ բաստուրմա դնեմ։ Ես մերոժիսորի հետ կխոսեմ, արդյոք հնարավոր ծրագրի շարունակությունը այնպես լինի, որ ես ուրիշ տեղ լինեմ բաստուրմա դնեմ խոզի միսը, մենք այսօր խորոված պետք է սարքենք։ Հենց այստեղ տաղավարում։ Ես այսօր ստացվել է ստացվել։ Մի տեսակ տարօրինակ է, ուրբաթ է, բայց հետաքրքիր օր է սպասվում բոլորիս։ Ինչ է այստեղ կատարվում, աղմուկ է գալիս խոհանոցից, Ժակը խոհանոցում դա յուրահատուկ երևույթներից է, այսինքն ամեն օր այդպիսի բան չես հանդիպի, վստահ եմ նրանց տանն էլ այդպիսի բան ամեն օր չեն հանդիպում։ Ինչ է կատարվում։ Ես բաստուրմա եմ պատրաստում, հատուկ քեզ համար, խնդրեմ Լուսինե, այստեղ միսիոն է, այսինքն միսը, սա երջանիկ կյանքով ապրած խոզից վերցված մսի կտորներն են, որոնք քիչ հետո շատ համեղ ուտեստի են վերածվում։ Ես ամբողջ կյանքս տեսել եմ, վերջապես գիտես ինչ է տեղի ունենում, երբ որ դու ամբողջ կյանքդ ինչ-որ բան տեսնում ես, թեորիան քեզ թվում է արդեն երազներում պրակտիկայի է վերածվում, եւ բաստուրման եւս հայրս միշտ նախապատրաստել է խորովածը եւ հետո նաեւ բազմաթիվ ընկերներ, ու հասկանում եմ, որ այդքան էլ բարդ չէ։ Այսպես ձեռքիդ մեջ լցնում ես կարմիր սև բիբարը աղը, ձեռքիդ մեջ։ Այսպես ես անում։ Ու միսը վերցնում ես ձեռքերով, այսպես տրորում ես այդ աղի ու պղպեղների մեջ։ Լավ կլիներ, որ սոխ կտրատեիր, դա էլ ավելացնեիր։ Էլ ինչ լավ կլիներ։ Թողնեիր մի փոքր մարինացվեր այդ միսը։ Ասեմ միսը մարինն է արել։ Բայց մարինացվելու առումով դեռ չգիտեմ ինչ կարելի է անել։ Շնորհակալություն, մենք հիմա ես եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել մեր սիրելի հեռուստատողներին, որ բարբերաբար ունենալու ենք առիթ ձեզ ներկայացնելու այն հնարքները, որոնք խոհանոցում կարելի է անել նորագույն սարքավորումների միջոցով։ Փաստորեն ես քիչ հետո սոխ եմ կտրատելու։ Մենք հայթայթելու ենք մեր խոհանոցից չոր կանաչին։ Մենք փորձելու ենք անպայման ամեն ինչ անել, որպեսզի մեր խորովածը համեղ լինի, բարեկամներ, եւ մենք բոլորս լավ տրամադրությամբ շարժվենք առաջ։ Որոշ մարդկանց էնտուզիազմը եւ պորտկումը ինձ միշտ զարմացնում է առանց խորովածի, երբեմն նրանք այնքան ոգևորված են, որ կյանքը դառնում է հիասքանչ նրանց հետ միասին։ Այդ քայլը կարող էր չլինել եւ բայց ինչ արած, մենք շարժվենք առաջ, ինչ ունենք հիմա անելու Լուսինե, դուք կարող եք մեզ տեղեկացնել։ Եկեք տեսահոլովակ դիտենք։ Ուրիշ ոչինչ չենք կարող անել, տեսահոլովակ ինչ ենք ծիծաղում, դեռ կադրից դուրս որոշ բաներ մեկ-մեկ տեղի են ունենում, եւ մենք զվարճանում ենք։ Հիմա տեսահոլովակ։ Լանա Դել Ռեյն էր մեր եթերում West Coast-ով եւ Ժակը շարունակում է աշխատել խոհանոցում, իհարկե ինչպես եւ ենթադրվում էր, օգնականները եկան հասան օգնության։ Ինչ ես անում։ Հիմա սոխ եմ կտրատում, սոխ, լավագույն բուրմունքով ամենահամեղ։ Հաստ կտրատել։
Սոխը բանջարեղեն էր։ Հաստ ես կտրատել։ Հաստ եմ, այդ տղից այստեղ աչքերը ձում ես արել, միացրել ես 4 անգամ 4 ֆունկցիան ու նայում ես, արի կտրի, արի օգնիր ինձ։ Գիտես, ես չեմ կարողանում լավ սոխ կտրատել, արդեն արտասվում եմ, եւ իմ արդյունքները նվիրում եմ քեզ։ Ուզում եմ, որ իմանաս, ես միշտ պատրաստ եմ, հուզվել քեզ համար, միշտ պատրաստ եմ քեզ համար խորոված պատրաստել համեր։ Սոխ առած չես անում, Ժակետ, ինչպես։ Ինչ անեմ դեմ, հաստ ես կտրում, մանր, ես ոնց կարողանում եմ այդպես կտրում եմ։ Վերջում սոխը միևնույնն է խորոված չի լինելու, պետք է համը տա ուղակի։ Վերջ։ Շարունակիր դու այնտեղ աստղագուշական։ Ես չխանգարեմ։ Տեսանովակ այո։ Սա այն անեկդոտի նման է, չէ, ես գամ քո փոխարեն խորոված։ Դու լարի բարի ռուսա եթերը։ Լավ, եղավ, կպայմանավորվենք ոնց կան։ Ես դες առաջարկում եմ ծանոթանալ օրվա աստղագուշական տեսությանը, ես գնամ այնտեղ տեսնեմ ինչ է կատարվում ու կատակ ենք անում իհարկե, Ժակը շատ լավ գիտի ինչպես միս բաստուրմա դնել, ուղղակի ավելի հետաքրքրություն մտցնելու համար մեր կյանք եւ հետո ես այսպես այստեղից հերվից Ժակի վրա խոսելով, ինքս ոչինչ չանելով այնտեղ խոսելով, ես հասկացա բոլոր սկեսուրները ինչ են զգում այդ ժամանակ, երբ պատե խոսում են հարցների վրա եւ ինչ են զգում հարցները։ Հիմա սադրում ես, դու սադրիչ ես։ Սադրում ես, որ ծրագիրը լավ լինի։ Դեպս սադրիչ բառը մեր օրերում այս օրերում այսպես մի քիչ տհաճ է հնչում, բայց այս առումով սադրել, որպեսզի լինի շոուի համար հետաքրքիր, դա լավ է, կեցցես Լուսինե, կեցցես։ Ես գիտեմ, որ Լուսինեն շատ սիրում է իմ պատրաստած խորովածը։ Իհարկե։ Աստղագուշակ տանք, համաձայն ես։ Գնացինք առաջ։ Վերադարձան Միթխուն Ճակրաբորտին եւ Օրնելա Մուտին, բարեկամներ, մենք ձեզ հետ ենք առաջիկա մի քանի րոպեների ընթացքում։ Տիկին Լուսինե, խոհանոցում այս օրերի ընթացքում հաճախ եք լինում, պատրաստում եք սնունդ, սննդի կարիք զգացող հանրության համար։ Այո։ Եվ ինչ եք կարծում, չէ լավ, այսպեսի հարցեր չտամ, եւ այս միկրոֆոնն էլ չի աշխատում իրականում։ Լավ է։ Նոր սարք ենք ստացել սիրելի հեռուստադիտողներ, փորձարկելու ենք առաջին անգամ մենք ենք փորձարկելու։ Այն գիտեք, չէ։ Վստահ ենք դուք հաստատ փորձարկած կլինեք։ Չէ, բայց շատ մեծ խումբ կա հեռուստադիտողների։ Մեր ծրագիրը դիտում են, Grillex սարքի մասին ինֆորմացիան տեսել են, բայց մտածում են, ախր տեսնես ոնց է, կստացվի, չի ստացվի, բայց շատ են ուզում գնել։ Մենք առաջիկա օրերի ընթացքում հնարավորություն ենք ունենալու օգտագործել այս սարքը, ասեմ, որ այն ունի երկու տարբերակ օգտագործման, ինչ արեցիր այն մյուս փոքր հատվածը, որ կար, որտեղ պետք է ասում սա մեջ պետք չի դնել։ Այ ես ուզում եի ցուցադրել դա, նաև որ այդպիսի բան էլ կա։ Լավ, ուրեմն Սովորաբար մենք ուղղակի առաջին մեր պատրաստությանը մենք փորձարկում ենք, չգիտենք ինչպես, պիտի փորձենք, տեսնենք ստացվի թե չէ, այնպես որ չստացվի, շատ մենք ենք մեղավոր, ոչ թե այլ ոչ թե սարքը։ Իդեպ սարքը ունի այսպիսի հարմարանք ևս, որտեղ սովորաբար տեղադրվում է ածուխ, սա ինչ է, որպեսզի արդեն այո, մոտարապես սա բեմադրենք։ Ասենք սա ածուխն է, տեղադրվում է ածուխը եւ սկսում է խորովվել բանջարեղենը կամ մսեղենը, այն ինչ որ կա, ածուխի բույրը, այսինքն ծխեցվում են մթերքները ու տպավորությունը, որ այսպես կրակի վրա արված խորոված է։ Լուսինե, տես շշերը շարել ենք ու այստեղ սարքի հետ տրամադրվում է նաեւ այս փայտիկները, որպեսզի միսը վրայից չընկնի։ Դու կարող ես տեղադրել սարքի մեջ։ Թե ես անեմ, դու գնաս սմբուկը կտրատես։ Չէ, դու արա։ Սմբուկը ես պետք է կտրատեմ։ Այո, ամենչն է դա։ Ինչին։ Այդպես։ Ոնց թե այդպես։ Առաջ գնացիր, հա։ Հա։ Ում հաշվին։ Այ այսպես տեղ։ Դե տեղադրի։ Դու այդ խորովածը որ շարում են, ճիշտ պտտում են հիմա այդ վիճակներից ես, ունես խմիչք, որ մաղալի շուրջ խմենք իրար հետ։ Այո։ Լավ, ունես խմիչք։ Երեկվա բալզամից մնացել է։ Երեք մեր հյուրերը մեզ Էստոնիայից խմիչք էին բերել, էստոնական լիքեր։ Բայց գիտես ինչ տարբերակ է, նկատեցիր, որ նվերը ինքը պատրաստել էր ոչ հստակ, որ մեզ տար, ուղղակի հավանեց եւ գնաց հատուկ։ Եվ փաստորեն այսօրվա խորովածի հետ Grillex սարքի մոտ մենք կարող ենք։ Հիմա ես Բադրջանը առաջինը եթե զոհ տամ, ինձ թվում է Այդպես մանր ես ուզում կտրատել։ Ոնց, հա, ման կես կամ սենց, այսպես։ Կլոր։ Ինչ ես կարծում։ Կարելի է։ Փորձենք, դե հիմա փորձում ենք։ Մի քիչ հաստարա ուրեմն։ Ահա։ Փորձը փորձանք չի բերում։ Բա պղպեղը ոնց կտրատեմ, այդ մտածի։ Մի անգամից արի այսպես հագցնենք վրան։
Այո, ինչու ոչ։ Օրինակ ինչ կրեն։ Կամ կարող ենք պղպեղ, օրինակ տես, սա կանաչի համար բաժիններ։ Թե ձկան։ Կանաչի ձուկ, մանր, մունր բաներ, մսի կտորներ, կարելի է։ Որտեվ կանաչին չեն խորովում։ Ահ, լավ։ Ինչ ես ինձ ուղղում։ Ներես։ Ոնց կարելի է ինձ ուղղել ընդհանրապես։ Բա։ Ես ուր ենք ասել։ Դա էլ դուր, միս ամբողջությամբ դրեցի։ Այստեղ էսպես ինչ որ բան էլ կա։ Դա եւ այսինքն ամեն ինչ հարմարանք է, սա եւս եթե չեմ սխալվում, նրբերշիկի համար է սա արված։ Երկու կողմերից մենք հաջորդ անգամ կպատրաստենք նրբերշիկ այս սարքով։ Այս անգամ ինչպես է ստացվում, ինչպես ենք մենք մեզ դրսևորում եւ սարքը ինչպես է։ Իդեպ սարքը մենք այսպես տեղադրել ենք գազօջախի վրա։ Հիմա գազը վառելու ենք, սարքը դնելու ենք այստեղ ու սկսելու է խորովել մինչև ծրագրի ավարտը երևի թե մենք կունենանք խորոված։ Բայց ամենավտանգավոր այն է, որ ծրագրի այդ հատվածում հյուր ենք ունենալու։ Ես նրա հետ չեմ ուզում կիսել։ Սոխ, որ համեղ լինի։ Օրինակ այսպես, որ համը տա։ Տես, որ մասնակցում ես ամեն ինչ ավելի ուրիշ է լինում։ Մի հատ, էլի սոխ։ Արի։ Երբեք չենք կարծում, որ մենք մի օր խորոված կպատրաստենք ուղիղ եթերում, ուղղակի այս սարքը մեծ քաղաքներում կամ ուղղակի զբաղվածությամբ, օրինակ գիշերը ձեր քունը չի տանում, մտածում եք, բա խորոված չլիներ, ուտեինք, միգուցե դրան պետք էր այդ փայտիկից կներես, այդպես Կարենը միշտ մեր լավ ընկերը ավելի լավ գիտեր։ Ես մտածում եմ, որ չի ընկնի, բայց փաստորեն ոչ։ Օրինակ տանն եք, գիշերը քունը չի տանում, սառնանը բացում եք եւ ու ձեր սիրտը խորոված է ուզում։ Ինչ անել, եթե կա գրիլեքս սարքը, ահա, տես պահում է։ Պահում է։ Դուք չեք կարող կրակ վառել եւ այլն, այդքան մարդկանց անհանգստություն պատճառել, եթե կա գրիլեքս, ուղղակի տանը շատ պարզ պայմաններում կարող եք պատրաստել ձեր խորովածը։ Հիմա այսպես փակում եմ։ Հիմա պետք է զգուշավոր փակենք։ Դու արդեն միացրել ես, հա։ Այո։ Ահա, ափսոս իհարկե, որ մենք չենք նախապատրաստել ածուխ, այ ածուխը պետք է ունենաք դուք բարեկամներ, սարքը ինքնաբերաբար ածուխ չի ստեղծում։ Հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում այստեղ բարեկամներ։ Վերջ, միացրած է, եթե ստացվելու է, ուրեմն ստացվելու է։ Բայց ինչպես էլ չլինի, ինչ որ մի բան կստացվի։ Մենք խոսի միսը լավ համեմեցինք։ Արդեն ինքը համեղ է, սոխը կա, պղպեղը կա, աղը կա, դրված է այստեղ ամեն ինչ նորմալ է։ Մենք տեսահոլովակ դիտենք, մեր ընկերները գանք ստուգեն ամեն ինչ ճիշտ են կարել, թե ոչ, որպեսզի հետո կարողանանք այս ամենը ուտել։ Մենք շարունակում ենք ձեզ հետ անցկացնել մեր առավոտը, սիրելի հեռուստադիտողներ, ողջունում ենք բոլորին, մաղթելով բարի եւ գեղեցիկ օր։ Շակ այս բանը շարունակում է մնալ խոհանոցում եւ այնտեղ փորձարկում է գրիլեքս սարքը, խորոված է անում, միսը բաստուրմա դրեց, այնուհետև շարեց, շամփուրների վրա տեղադրեց գրիլեքսի մեջ ու հիմա արդյունքը ինչ կստացվի։ Իսկ հիմա գտել եմ Դալիթայի սիրտը այստեղ, գիտես, հիշում ես, չէ՞։ Այն ժամանակվանից է մնացել։ Այն ժամանակվանից շատ սրտեր կային, այս մի սիրտը մնացել է խոհանոցում գտավ, բայց սա, ինչպես ասում են, մեր գործի հետ այս պահին կապ չունի։ Թողեցի այդտեղ եւ եկա։ Շատ հետաքրքիր է, որ այո, փորձեցինք այս ամենը անել, ինձ օգտեց կադրից դուրս գտնվող մեր ընկերը, մեծ մասը գործի միսը կտրատել, շարել եւ տեղադրել նրանն է, բայց ես օրինակ շատ ուշադիր հետևում եմ, թե ինչպես է սարքը պատրաստում մեր խորովածը։ Նորից նշեմ, որ սա հատկապես բազմա բնակարան շենքեր ունեցող քաղաքների համար, այսպես խոշոր քաղաքների համար շատ գտած սարք է։ Երևանում էլ, օրինակ տնային տնտեսուհիները հաստատ դժվար է, չէ՞, կնոջ համար խարույկ այրել, խորովածը ավելի մեծ։ Դե մեկ սիրտդ խորոված է անում, ուզում ոչ ես գնա դրսում։ Այո, եւ երկրորդը ես սիրում եմ, օրինակ, երբեմն մարդուն պետք է խաղի, զբաղմունքի տեսքով ինչ-որ մի բան, իսկ սա այսպես կոկիկ տեսեք, ոչ մի կերպ, ոչ մեր միջավայրն է, ինչ-որ հոտով փչացնում եւ այլն։ Մենք փայտել ճարեցինք, հայթայթեցինք այդ փայտիկը եւ այնտեղ դրված է, որպեսզի այն հատուկ համ առաջացնի եւ ասեմ քեզ Լուսինե, միսը տապակվում է, արդեն ստանում է այն տեսքը խորովածի, որ սովորաբար լինում է։ Մենք ընդամենը 1 շիշ ունենք բանջարեղեն, ովքեր որ հրաժարվում են մսից, կառաջարկենք դա։ Մենք նույնիսկ օգտագործել ենք Կհանես 1 շիշը տեսնենք, քանի այս կադրում
Չէ, կադրը փոխվում։ 1 վայրկյան մենակ Ահա։ Պատրաստման փուլում է գտնվում։ Ներքև պահիր, չենք տեսնում։ Չեք տեսնում, մի րոպե, ահա։ Հիմա փորձեք ուշադիր լինել, ահա այս։ Փաստորեն Սկսում է արդեն, պետք է թողնենք հանգիստ եւ ուղղակի ժամանակ առ ժամանակ պտտենք, գրիլեքս սարքը այնպես է հարմարեցված, բարեկամներ, նախ լավ պետք է փակենք։ Երբ որ դուք պտտում եք, այստեղ տուտակների այս հատվածներում կան հատուկ այսպես մի քիչ կտրած մի հատված, որից դուք զգում եք, որ այս պահին այս կողմի վրա է շիշը, հետո պտտում եք եւ ետին կողմի վրա թողնում եք այդ հատվածը, որպեսզի չշփոթվեք, այսինքն ամեն ինչ այնպես է հարված, որպեսզի դուք ձեր հսկողությունը պահպանեք այս սարքի վրա։ Սարքը շատ հարմար է օգտագործվում, երբ որ սկզբում մենք բերեցինք, մտածում էինք, որ ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ, բայց այն տեղադրեցինք, շշերի վրա շարեցինք, փայտիկներով պահում եք, որպեսզի մթերքը չսահի շամփուրների վրայից եւ վերջ մնում է սպասել անհամբեր, այ տեսնում եք, ես արդեն խոսում եմ, բայց ողջ միտքս թե ինչպես է պատրաստվել այս միսը։ Մենք այստեղ մեծ անելիք չունենք, ես ուղղակի կպատրաստեմ բնականաբար խորովածը, կսկսեմ շրջել։ Դա էլ է լավ, գիտես, տեղադրում ես գրիլեքսի մեջ, օրինակ, եթե տնային տնտեսուհիների կանանց համար հատկապես տեղադրում ես ու զբաղվում ես քո գործերով։ Այսինքն համար պատրաստվում ես։ Հանել, շրջել, խառնել։ Ուղղակի կարող ես այսպես դրամատիկ գործորաբար խորոված են անում, դա էլ զբաղմունք է, չէ՞, այսպես դրեցին, մյուսները հավաքվում են, զրուցում են, կանայք էլ կարող են հավաքվել, փոքր խմիչքներ վերցնել, գրիլեքսը փոքր է, չէ՞։ Փոքր բաժակներով, հարևանուհիներով, ընկերուհիներով, այսպես լավ լինենք, խորոված սարքողի կենացը եւ այլն բան, այսպես ինչու ոչ կարող եք մինի տարբերակներով անցկացնել։ Ինչ առաջարկեք մեր հեռուստադիտողին։ Ես առաջարկում եմ այս պահին մեր ամենասիրելի երևույթներից մեկի, եթե ոչ ամենասիրելիի մասին, դիտել տեսանյութ, հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում երաժշտությունը եւ այն ինչպես է ազդում մարդու վրա։ Դիտենք։ Երևի ամեն ասվածի հետ համաձայն ենք, երևի ավելի կերկարացնենք այս թեման, խոսենք շատ կարճ պիտի ասենք, երաժշտությունն իսկական հրաշք է։ Հրաշք, որ միացնում է մարդկանց, ապրումները դարձնում ավելի գունեղ, ավելի զգայուն է դարձնում մարդկանց, օգնում է հաղթահարել տարբեր հարցեր կամ կրկնապատկում, եռապատկում է դրական հաճելի զգացողություններ, ընդհանրապես սա մեծ պարգև է մեզ բոլորիս։ Եվ այսօր էլ դուք մեզ պարգևել եք հաճելի առավոտ, որովհետև խորովածի բույրը տարածվել է։ Արդեն տարածվել է, ինձ հետաքրքիր է տեղ գալիս է։ Եվ սկսում է գրգռել մեր ախորժակը, մենք անհամբերությամբ սպասում ենք երբ այն պատրաստ լինի։ Ամենաանհարմար բանը, ես հիշում եմ մանկությունում, երբեմն եղել է դեպքեր, դե միշտ խորոված անում ես ու հրավիրում ես հյուրերի, բայց կային միջանկյալ փոքրիկ խորովածներ, որ շատ քիչ քանակությամբ արվում էր, ուղղակի այդ պահին ընթրիքի համար երբեմն։ Ու այնպես ուշադիր զգուշ ես լինում, մեկ էլ հանկարծ գալիս են հյուրեր, անսպասելի, հենց այդ օրը։ Հիմա մենք անսպասելի չէ, հյուրեր ունենք, ընդ որում նաև Ռուսաստանից երաժիշտ կա, մտածում եմ շուտ լինի ուտենք, քիչ է մեր հյուրերի մոտ ամոթով չմնանք, ինչ ես կարծում։ Ու այնպես էլ չենք կարող անել, որ պահենք, հետո ծրագիրը ավարտենք, հետո ուտենք, որովհետև պետք է անպայման ուտենք։ Չէ, որովհետև բույրը միևնույն է այնպես է տարածվել, որ արդեն ակնհայտ է, որ այստեղ խորոված է պատրաստվում։ Իդեպ գրիլեքս սարքը օգտագործելուց առաջ մեկ բան մոռացանք ձեզ ներկայացնել սիրելի հեռուստադիտողներ, այսպես կաթսայատիպ այդ ստորին հատվածում կա փոքրիկ, կլոր այսպիսի շրջագիծ, որը իջվածք ունի, այդտեղ սուրճի բաժակով կամ թեյի կես բաժակով ջուր եք ուղղակի լցնում, սա եւս կանոնն է այս սարքի, ինչպես նկատում եք։ Ես հիմա մաքուր ոչ մի բան չեմ նկատում, որ կարող է կեղտոտել միջավայրից, ինքը հանգիստ դրված է գազօջախի վրա եւ պատրաստվում է մեր խորովածը։ Այս պահին առաջարկելու ենք ձեզ տեսահոլովակ, Փոլ Վոկերին ենք նորից հիշելու, Վիզ Խալիֆան եւ եւս մեկ այլ երիտասարդ կատարող անդրադարձել են Ֆորսաժ ֆիլմին, անդրադարձել են դերասանին, որ այլևս չկա եւ ես վերջերս կարդացի, որ չգիտեմ ոնց են անելու, բայց Ֆորսաժ 8-ն էլ դուրս է գալու եւ Փոլ ընդ որում հնարավոր է ինչ-որ չափով նրա մասնակցությամբ։ Կամ եղբայրը կխաղա եւ համակարգչային գրաֆիկայով երևի կհարմարացնեն որոշակի ձևով, չգիտեմ։ Յուրահատուկ գեղեցկության, այսպես
տղամարդ, շատ աշխարհի ամենագեղեցիկ դերասաններից մեկը, եթե ոչ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը, ով 40 տարեկան հասակում հեռացավ կյանքից ավտովթարի պատճառով, ֆորսաժ ֆիլմից ոգևորված արագ վարում էր ավտոմեքենա։ Միշտ այսպես ծիծաղելի է, չէ, որ այդ մարդը համարվում էր իսկական հերոս, նա մեքենա վարելու այդ խնդիր չուներ եւ ահա իրական կյանքում այդպիսի մի խնդրեմ։ Դե շատ խոսեցինք, դիտենք տեսահոլովակը։ Դիտենք, եթե դեմ չես, դիտենք, միացրեք տեսահոլովակը բարեկամներ Wiz Khalifa եւ էլի չգիտեմ ով, երկնեվերված է Paul Walker-ին, այն հիթշքերտներում շարունակում է զբաղեցնել բարձր հորիզոնականներ։ Իսկ մեր հիթշքերտում ամենաբարձր հորիզոնականում խորովածն է, գնացինք առաջ։ Ահա, այսպես հուզիչ տեսահոլովակ էր, իսկ Ժակն էլ հուզվում է խորովածի սարքի մոտ կանգնած, գրիլեք սարքով, նա անում է խորոված, հասցրեցի նրան լավաշ, խմիչ։ Ուրեմն նաղաշը բերեց լավաշը եւ այն կուտի վաղարշը, այսինքն ես պատրաստվում է խորոված, ով մտնում, ես այստեղ կողքին կանգնած, բույրը չեմ զգում։ Ինձ թվում է ընդհանրապես ոչ մի բան չի արձակում, բայց ով մտնում է ներս, տարված այդ ու ես հիմա ուղղակի անհարմար եմ զգում մեր հյուրերից, որ գան շատ լավ, դե մի կտոր կտանք կուտեն։ Ինտելիգենտ մարդիկ են, լսի։ Ինչպես? Ինտելիգենտ մարդիկ են, խորովածից կհրաժարվեն, այո, դասական երաժշտություն եւ այլն։ Թեմային այսօրվա։ Բայց ինչ կստում են դասական երաժիշտները խորոված չեն ուտում։ Չգիտեմ։ Ուտում են Այո, ասում են ոնց են ուտում։ Ոչ հանրային ուշադրությամբ։ Գրեթե պատրաստ է, ես չգիտեմ, միգուցե թողենք ծրագրի ամենավերջում, ես քիչ անց ցույց կտամ նորից շիշը, կարծում եմ պարտադիր չէ, որ մենք ուտենք հենց ձեր աչքերի առջև, որ դուք հավատաք, որ ամեն ինչ լավ է։ Նորից փաստենք, որ սարքը ըստ էության շատ հեշտ է կիրառել, այն դուք կարող եք ձեռք բերել, պարբերաբար Կենտրոն հեռուստաընկերության եթերում հայտնվում է հեռուստախոհանոցը, ներողություն, հեռուստախանութ, այդ էջը, որտեղ վաճառվում է Grillex սարքը, եւ տանը խորոված պատրաստելու ամենահարմար հեշտ տարբերակը բարեկամներ, ինչպես նկատում եք, ոչ մի արտառոց տանջանք չկա։ Ուղղակի հիմա բարդ է, որտեղ սպասում ես երբ է պատրաստվելու եւ սնվես այս համեղ ուտեստով, առավել եւս երբ որ մի քիչ այս ամենը վերածվում է խաղի զբաղմունքի, հաճելի է նաեւ վերջնական արդյունքը տեսնել։ Դե մենք երևի թե արդեն բայց մինչև արդեն ավարտել ենք եւս մեկ անգամ ցուցադրեմ մեր հեռուստադիտողներին, արդեն եղել է խորովածը, դու ցույց տուր տեսնենք։ Ուրեմն այսպես բարեկամներ, տեսեք, ինչ գեղեցիկ ու լավ տարբերակ կա, ահա։ Այս մեկը սմբուկը, սոխը, լոլիկը, պղպեղը առանձին, իսկ սա արդեն մեր խոզի միսն է։ Միսը լավ է լինում։ Միսը բավականին լավ բանջարեղենը այդքան էլ չէ։ Վիճակում է, բայց եւս մի փոքր այն դեռևս պետք է եփվի, հնարավոր է կան մարդիկ, ովքեր ավելի շատ տապակված տարբերակն են սիրում, թողենք որ այդպես լինի։ Վերջ, շնորհակալություն, սա Grillex սարքն էր, կենցաղում եւ խոհանոցում հարմար, մենք փորձարկենք մեր պատրաստած ուտեստը ավելի ուշ առանց տեսախցիկների ներկայության միգուցե։ Իսկ ձեզ առաջարկում ենք բայց անպայման ընթացքում ցույց կտանք ինչի եղավ վերջին, եթե դեմ չեք, որովհետեւ հեռուստադիտողները։ Ну եղավ արդեն, պատրաստ է կարելի ասել։ Արդեն պատրաստ է։ Այո։ Լավ, դե մենք այս պահին փոքրիկ ընդմիջում վերցնենք, որից հետո մեր այսօրվա հյուրերը կլինեն տաղավարում եւ մենք կսկսենք խոսել վեհ բաների մասին։ Մնացեք մեզ հետ։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, շարունակվում է մեր եթերը, ժամանակն է տեղափոխվել հյուրասրահ եւ ողջունել մեր հյուրերին։ Նրանցից երկուսին շատ լավ գիտեք, երրորդը արդեն մեր հյուրերի հյուրն է, ու ընդհանրապես մեր բոլորի հյուրն է, այսպես ներկայացնենք։ Մեր հյուրերի հյուրը նաեւ մեր հյուրն է։ Այո։ Ներկայացնեմ հյուրերին ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, արվեստների պատկերասրահ, մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյան, բարև ձեզ Մարիամ։ Այդ ամեն ինչ որ թվարկեցի, այդ ամենի տնօրեն Гарик Назарян, բարև ձեզ Гарик. А также наш гость, музыкант, который играет на баяне, Иосиф Порец. Здравствуйте, Иосиф. Добро пожаловать в Армению и нашу студию также. Спасибо. Очень рады приветствовать нашего гостя. Но сначала попросим наших друзей рассказать, что ожидает завтра, какой концерт и вообще про прибытие нашего гостя немножко рассказать.
С удовольствием. Բացի երևի հայերեն Նաև մենք на армянском, да. Ասեմ, որ ազգային պատկերասրահ միջազգային երաժշտական փառատոնը արդեն մեկնարկել է 11-րդ փառատոնը հունիսի 18-ին եւ արդեն հանդիսատեսին ներկայացրել ենք 3 համերգ դա ուրեմն ամսի 18-ի մեկնարկն էր, որը նվիրված էր 100-րդ տարելիցին ցեղասպանության ամբողջովին համերգն էր եւ ծրագիրն էր շատ հետաքրքիր Պերգոլեզի Ստաբատ Մատերը ներկայացրեցինք Բախի ռեմինոր կոնցերտը Սվետլանա Նավասարդյանի կատարմամբ ամսի 21-ին ունեցանք շատ հետաքրքիր համերգ եւ եւս կրում էր խորագիր նվիրված էր համաշխարհային երաժշտության օրվանը Եվ ամսի 24-ին մեր երրորդ համերգն էր կամերային երաժշտության երեկոն, որը ներկայացրեց նաև մեր հյուրը Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակահորի Նորա Ավետիսյանը եւ Կոմիտասի անվան կվարտետի թավջութակահորի Հասմիկ Վարդանյանը։ Բոլոր համերգները շատ հետաքրքիր էին իրենց եւ բնույթով եւ մասնակիցներով եւ իհարկե ծրագրերն էին տարբեր եւ այս գիշեր մենք դիմավորեցինք Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մեր շատ երիտասարդ բայց տաղանդավոր երաժիշտ Յոսիֆ Պուրիցին եւ արդեն բավականին հայտնի ոչ միայն Ռուսաստանում, նաեւ արտերկրում Յոսիֆ Պուրիցին սա կլինի պրեմիերա այս համերգը եւ որպես մասնակից առաջին անգամ է հանդես գալու Յոսիֆ Պուրիցը փառատոնի շրջանակներում նաեւ պետք է ներկայացնենք նոր գործիք Դա բայան գործիքն է, շատ հետաքրքիր ծրագիր պիտի լինի, որովհետև ընդգրկված են եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորները եւ ռուս կոմպոզիտորները ժամանակակից եւ ունենք փոխադրումներ։ Բախի փոխադրումներն է շատ, կարծում եմ պիտի նոր խոսք ասի փառատոնը։ Այսինքն համերգը լինելու է ամբողջությամբ սոլիստը, լինելու է մեր այսօրվա հյուրը։ Մենակատար։ Նվագակցելու են նրան։ Ոչ, երկու բաժին պետք է լինի բեմում միայն Յոսիֆ Պուրիցին։ Եվ Только что даже Гости рассказали, что во время концерта вы будете один на сцене, без аккомпанемента музыкальной. Вообще, как это происходит? Трудно представить только один музыкальный инструмент и без аккомпанемента. Как проходит концерт? Вот в двух частях концертная программа в течение 2 часов, да, представляется музыкальное произведение. Какие впечатления вообще бывают? До этого концерта, скажем. Устаете или нет? Бывает по-разному. Во-первых, почему один инструмент? Пианисты же выступают сольно. И баян — это инструмент, который тоже, собственно говоря, позволяет музыканту именно выступать сольно, в сольном исполнительстве. Хотя он может участвовать и в комбинациях с другими инструментами также. Мне интересно, и нашему зрителю тоже интересно, наверное, похож этот инструмент на аккордеон. Различия какие? Вот очень такой непрофессиональный вопрос, но... Смотрите, здесь просто кнопки, да, а в аккордеоне будут клавиши, и строение клавиатуры будет напоминать фортепианное. Правая. А здесь кнопки так же, как и в левой руке. В общем-то, в этом основное отличие. История этого музыкального инструмента откуда происходит? Этот инструмент считается русским народным, баян. Хотя интересно то, что, в общем-то, корни его находятся в Италии и Германии. В первую очередь этот инструмент появился там, и потом он уже был завезен в Россию и приобрел там такую колоссальную популярность, что стал считаться русским народным. В принципе, когда говорим Россия, музыкальные инструменты — это балалайка, баян, второе место, я так думаю, да? По-моему, это мой... Насчет мест, не знаю. Это мой личный такой вариант хит-парада. Մենք խնդրենք, որպեսզի մեր հյուրը նվագի ինչ-որ бан, պատկերացում կազմի։ Можно сыграть что-нибудь? Ինչպես է հնչում, երկրորդը ինչպես կանցնի, հա։ Մերկը երբ միայն մեկ երաժիշտ է եւ մեկ երաժշտական գործիք։ Այո, բայանը տեղավորվեց, բարեկամներ։ Итак, мы готовы. Дамы и господа, специально для вас у нас в эфире наш гость Йосиф Пуриц.
Аплодисменты, это было прекрасно, спасибо. Спасибо большое, շատ գործիք է ու վիրտուոզ երաժիշտ է մեզ մոտ այստեղ։ Պատկերացնել այսպես 2 ժամ, վստահ եմ, որ նա կարողանա պահել, հա, այդ հետաքրքրությունն ու ոգևորությունը։ Բազմաթիվ համերգներով հանդես են գալիս աշխարհում մեկ եւ հիմնականում բնակվում է եւ Մոսկվայում եւ Լոնդոնում եւ բարդագույն իրոք վիրտուոզ ծրագիրով է ներկայանալու վաղը եւ սիրով հրավիրում ենք ժամը քանիսին եւ վաղը ժամը 7-ին երեկոյան ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում։ Ինչպես որ արդեն բարի լավ ավանդույթը ձևավորվել է Այո, պաստորեն։ ամբողջ փառատոնը կայանում է այդ պատկերասրահի շքեղ դահլիճում որմնանկարների եւ սա նախավերջի մեր համերգն է եւ եզրափակիչ հանդիսավոր փակման համերգը մենք կունենանք արդեն հուլիսի 4-ին։ Какая программа музыкальная завтра выбрана вами? Какие произведения? Прозвучат произведения, переложения классических композиторов. Также будет достаточно много современной музыки, написанной специально для этого инструмента. Я думаю, что это не случайно, потому что довольно часто еще инструмент, на котором я завтра буду выступать, называют классическим аккордеоном, как бы проводя какую-то грань между традиционным аккордеоном, баяном, и классическим аккордеоном, потому что, допустим, в Европе аккордеон — это кругом, то есть у них нет такого понятия, как баян. Иногда используют это слово достаточно редко, но в основном аккордеон как общее название. Дело в том, что сам инструмент, хотя его история уже насчитывает более 100 лет, примерно полвека назад модифицировался, конструкция усовершенствовалась, и это позволило исполнять музыку как классических композиторов, так и серьезную современную музыку. Да, потому что еще даже сейчас у многих людей сохраняется порой такое предупреждение к этому инструменту, что это инструмент для аккомпанемента для певцов или для исполнения народного репертуара. Ну вот, допустим, я сейчас исполнял произведение Мусоргского «Детская скерца», написанное в оригинале для фортепиано. Это переложение? Это переложение, да. Таким образом, вот этот инструмент, он еще очень молодой, можно сказать, вот это его юность. И это очень интересно. А какое будущее вы видите для этого инструмента? Как вы считаете? Ну, я считаю, что это инструмент с очень большими возможностями, многие из которых еще ждут того, чтобы они были открыты. И думаю, что очень большое будущее. В Лондоне вы учитесь, и интересно, почему вы выбрали Лондон для учебы и для проживания, для повышения квалификации музыкальной. Нам рассказали, что вы большее время своей жизни проводите в Англии и в России также. Ну, в течение последнего года, да, достаточно много я бываю в Англии. Лондон, во-первых, это мировой культурный центр, один из немногих городов в мире, где сосредоточено
огромное количество музыкантов, людей, Просто звучание интересующихся. даже баяном повеяло ностальгии, связанной с Францией, потому что там есть французский аккордеон, как-то все-таки это друг с другом связано. А вот Лондон в моих представлениях вот в таком звучании я не представлял себе вот этим музыкальным инструментом. Вы знаете, это так. Но здесь есть такой интересный момент тоже, то, что вот я сказал, о том, что бывает предубеждение Вот такое, это что это инструмент народный и для аккомпанемента, вот там этого нет. Потому что просто он там не ассоциируется. Поэтому в этом свои плюсы есть и есть свои минусы. Какие ожидания с концерта, который будет завтра в Армении впервые, и вот какие у вас бывают вообще реакции, когда выступаете в странах, когда впервые, когда вам интересно вот этот инструмент в этой стране не очень популярен, и вот вы выступаете с целой программой и так далее, какие предчувствия? Ну, ожидания всегда очень самые приятные, наилучшие, хорошие, да, позитивные. потому что, во-первых, это всегда интересно выступать в новом месте, в новой стране. И попробовать реакцию зрителя, любителей մուզիկի։ Մի փոքր նաև զրուցենք ձեզ հետ, իսկ ինչպես է կատարվում ընթացքում։ Այսպես հպարտ հայացքով լսում են ու ընթացքում նրանց հայացքներն է պետք ցուցադրել եթերում այսպես։ Мы очень горды, что вы сегодня здесь. И мы тоже в предчувствии концерта. Я так думаю, что наши зрители тоже, которые не знали об этом, завтра купят билет и будут присутствовать на этом уникальном концерте. Այն երաժիշտներին, որոնց մասնակցությամբ պիտի զարմացնեք ձեր արդեն ավանդական հանդիսատեսին։ Գիտեք, միշտ մտածում ենք, որ փառատոնը պետք է լինի տարբերվի նախորդ փառատոնից եւ մասնակիցներով եւ ներկայացնելով տարբեր ծրագրեր, նաեւ փորձում ենք ներկայացնել տարբեր գործիքներ։ Սա ուրեմն պատահական չէ այս ընտրությունը, նախապես ծրագրավորված էր այս փառատոնում ներկայացնել նոր գործիք եւ մեծ սիրով, որ Լուսինեն շատ հետաքրքիր նշեց, որ մենք այսպես հպարտ նստած ենք, մենք ուղղակի կանխատեսում ենք մեր հանդիսատեսի ծափողջունները, որովհետև մենք արդեն գիտենք ինչ ծրագրով պետք է ելույթ ունենա մեր երաժիշտը եւ շատ կարեւորում ենք ներկայացնել նոր գործիքներ, որովհետև այս գործիքը, баян գործիքը մենք միջ այս ուրեմն հաղորդումը զրուցեցինք, ես զրուցեցի եւ արդեն գիտեի, որ ինքը շատ է բեմում նաև կլասիկ գործիքների հետ, այսինքն ջութակի, թավջութակի հետ եւ արդեն նոր ծրագրեր ենք մենք մշակում այդ առումով եւ կարծում եմ, որ այս գործիքը ներկայացնելով վաղը ազգային պատկերասրահում կընդունվի հանդիսատեսի կողմից, որովհետեւ մենք նախադեպը ունեցել ենք, մենք ներկայացրել ենք նաև ռուսական բալալայկան եւս իհարկե կա նաև հետաքրքիր մի տագնապ, երբ որ ներկայացնում ես նոր գործիքը, բայց իհարկե մենք վստահ ենք, որ արդեն եւ ակարդեոնն ենք մենք ներկայացրել փառատոնների ընթացքում եւ բալալայկան, այո, հիմա պետք է ներկայացնենք բալալայկան։ Վիրտուոզ երաժիշտ կարծում եմ, որ խնդիր չի լինելու եւ մեծ բավականություն կստանան երաժշտասերները։ Որքանով կհամաձայնվի եւս մեկ կատարում մեզ ներկայացնել, որով կեզրափակենք մենք։ Можно ли сыграть еще одну маленькую вещь и с этим закрыть наш эфир, если попросим? Минуты 2. Спасибо за ваш визит. Удачного концерта. Спасибо. И надеюсь, из Армении вы с собой возьмете только положительные эмоции. Спасибо. Завтра. Շնորհակալ ենք շատ։ Թվով քանի մարդ է սովորաբար կարողանում տեղավորվել այնտեղ առավելագույնը։ 250 կարող են։ Հայտնվեք այդ 250-ի շարքում։ Եվ հիշեցենք, որ վաղը ժամը 7-ին ազգային պատկերասրահում որմնանկարների սրահում տեղի կունենա հիանալի համերգ, որտեղ մեր երաժիշտի Յոսիֆ Պուրիցը կներկայացնի баян երաժշտական գործիքը եւ մի շարք հետաքրքիր ստեղծագործություններ, երկու մասից բաղկացած համերգ եւ դուք կվայելեք այն վաղը երեկոյան շատ յուրահատուկ մթնոլորտում։ Իսկ հիմա լսենք եւս մեկ ստեղծագործություն եւ հրաժեշտ ենք։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալ ենք։ Спасибо։ Շնորհակալ ենք հրավերի համար։